Ողջույն հարգելի հեռուստադիտողներ եւ սոցիալական հարթակների մեր հետևորդներ։ Եթերում առողջարար հեռուստանախագիծն է։ Սա առողջապահական հարթակ է, որը հնարավորություն է տալիս մասնագետների հետ քննարկել ամենատարբեր խնդիրներ, հիվանդություններ, գտնել ու ձեզ ներկայացնել ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային բուժական եւ վիրահատական կոնսերվատիվ միջոցները։ Մենք հանդիպում ենք յուրաքանչյուր շաբաթ 21:00-ին։ Առողջարարի տաղավարում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ռևմատոլոգիական ծառայության ղեկավար Սուսաննա Մանուկյանն է, իսկ բժշկուհու հետ մենք զրուցելու ենք ռևմատոլոգիական մի շարք խնդիրների մասին, որոնք շատ ակտուալ են այս օրերին, ու փորձելու ենք հասկանալ, թե ինչ անել, ինչպես կանխարգելել դրանց հետագա բարդություններից խուսափելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ շատ։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Ինչ մասնագիտություն է իրենից ներկայացնում ռևմատոլոգիան, ինչ խնդիրներ է ուսումնասիրում, ովքեր են ձեր պացիենտները, որ դեպքում է բանը հասնում արդեն ձեզ դիմելուն։ Ռևմատոլոգիան ներառում է մեծ խումբ հիվանդություններ, որի մեջ են բոլորին քաշծանոթ օստեոարտրիտը, ռևմատոիդ արտրիտը, մետաբոլիկ տարբեր հիվանդություններ, ինչպես նաև շատ մեծ խումբ է կազմում համակարգային հիվանդությունները, դա համակարգային կարմիր գայլախտն է, համակարգային սկլերոզը, դերմատոմիոզիտները, պոլիմիոզիտները, մեծ խումբ եւս կազմում են վասկուլիտները։ Բավականին ծանր քրոնիկ պաթոլոգիաներ են իրենց ներկայացնում։ Դե եթե խոսենք երբ են դիմում են տարբեր этаպներում, նայած ինչ պաթոլոգիայի մասին ենք խոսում։ Եթե խոսում ենք բորբոքային բնույթի ախտահարման մասին, ապա դիմում են ցանկալի է որ դիմեն ավելի շուտ, որովհետև նման պացիենտները դիմում են շատ դեպքերում դիմում են այլ մասնագետների, օրթոպեդների եւ հետագայում արդեն երբ որ հիվանդությունը լիարժեք զարգանում է, նոր ցավոք արդեն ուշ ժամանակ դիմում են ռևմատոլոգների։ Նույնը կարող եմ ասել եւ մեր համակարգային հիվանդությունների մասին։ Խնդիրը նրանում է, որ համակարգային հիվանդությունները կարող են սկսել շատ աննշան ախտանիշներով եւ ոչ պարտադիր հոդային համախտանիշով եւ պետք է մարդիկ իմանան, որ պարտադիր չէ որ հիվանդի հոդը ցավի, որ դիմի ռևմատոլոգի։ Համակարգային պաթոլոգիաների սկիզբը կարող է լինել աչքի ախտահարումով, կարող է լինել հասարակ մազաթափությունով, կարող է լինել պարզապես երկարատև ջերմությունով, մկանային թուլությունով եւ այդ բոլոր ախտանիշները կարող են լինել համակարգային հիվանդությունների առաջին համախտանիշներից մեկը։ Բայց ցավոք, երբ ասում ենք ռևմատոլոգ, առաջի պատկերացումը միշտ հոդացավերն են։ Ինչու է դա այդպես։ Մենք իրազեկվածության խնդիր ունենք։ Իհարկե, որովհետև ելի եմ կրկնում, որ համակարգային հիվանդությունների ժամանակ երևի թե ամենավերջին պլանում մնում է հոդը։ Հոդի ցավը, հոդի այտուցվածությունը, սկզբնական բոլոր այն ախտանիշները, որը ես թվարկեցի, լինում են ավելի վաղ ժամանակ եւ այդ պացիենտները ստիպված են դիմում այլ մասնագետների եւ վերջում նոր հասնում ռևմատոլոգի։ Կան նույն ռևմատոիդ արտրիտը, այո, կարող է սկսվել հոդային համախտանիշով, այսինքն կարող է հոդը այտուցվել, ցավել, այդ դեպքում այո, դիմում են ռևմատոլոգի։ Բժշկուհի, խնդրում եմ ասել, հիմնականում դրանք ինքնուրույն զարգացող հիվանդությունների խումբ են, թե դրանք ինչ որ այլ օրգան համակարգերի ախտահարման հետևանքով են զարգանում։ Փոխկապակցվածությունը։ Հոդային հիվանդությունները։ Ընդհանուր ռևմատոլոգիական պաթոլոգիաները։ Հիվանդություններ, այո։ Աուտոիմուն պաթոլոգիաներ են շատերը եւ աուտոիմուն պաթոլոգիայի պատճառը անհայտ է եւ սпасել որ բուժել մի պատճառ դա կլինի վիրուս եւ ինֆեկցիա, որի հետևանքով զարգացել է, ոչ, ցավոք սրտի ոչ, որտեվ աուտոիմուն պաթոլոգիաները ցավոք սրտի չունեն մեկ պատճառ, որը կարող ենք բուժել եւ հիվանդությունը անցնի։ Եթե խոսում ենք համակարգային հիվանդությունների մասին, ապա խոսում ենք բոլոր օրգան համակարգի ախտահարման մասին, այսինքն չկա մեկ օրգան, որ ախտահարվի, հետո զարգանա հոդային համախտանիշ կամ զարգանա այլ ախտանիշներ, այսինքն կա մեկ հիվանդություն, որը ախտահարում է ամեն ինչ։ Կարող ենք պրակտիկայից առանձնացնել հիմնական ամենաշատ տարածված հանդիպող եւ ակտուալ խնդիրներ այսօր։ Հիվանդությունների մասին
առաջինը դա ամենատարածված պաթոլոգիաներից դա օստեոարտրիտն է, ժամանակին կոչվում էր արտրոզ, մարդիկ երևի թե ավելի շատ արտրոզ, աղերի կոչված, այո, աղերի կուտակում, որի իրականում ընդհանրապես կապ չունի աղի հետ, դա պարզապես ժողովրդական քանակի հետ է։ Շատ պացիենտներ սկսում են աղջ ուտել, սկսում են ինչ-որ բրինձաբուժություն անել, իրականում չկա նման պաթոլոգիա։ Այն ինչի մասին մենք խոսում ենք օստեոարտրիտների մասին, դա աղերի կուտակում չի, դա պարզապես տարիքային դեգեներատիվ փոփոխություններ են։ Եվ շատ դեպքերում դրանք դիտվում են կանանց մոտ արդեն մեծ տարիքում։ Մյուս շատ տարածված։ Ինչու օրինակ կանանց կա դրա գիտական բացատրությունը։ Այո, իհարկե, դա կին լինելն է, դա արդեն կլիմակտերիկ համախտանիշի հետևանքով է զարգանում։ Իսկ մյուս պաթոլոգիայի դեպքում խոսքը գնում է ռևմատոիդ արտրիտը, որը այո, ցավոք շատ տարածված ամբողջ աշխարհում տարածված պաթոլոգիա է։ Այ ռևմատոիդ արտրիտը կարող է սկսվել մինչև 1 տարեկան երեխայից մինչև 80 տարեկան մարդու մոտ։ Այսինքն իհարկե կան տարիքեր, որը ավելի շատ են հանդիպում 30-ից 50 տարիքի խմբերում, բայց ամենամեծ տարածվածությունը դա ռևմատոիդ արտրիտն է։ Ռևմատոիդ արտրիտը կարող է սկսվել շատ փոքր ախտանիշներով, այսինքն կարող է սկսել մեկ հոդի այտուցվածությունով, ցավով եւ հետագայում արդեն զարգանում են այլ հոդերի ախտահարումները։ Պարզապես հիմա իրազեկված են մեր պացիենտները այնքանով, որ ավելի վաղ են դիմում ռևմատոլոգի եւ հնարավոր է լինում ավելի վաղ ախտորոշել եւ իհարկե ինչքան վաղ ենք ախտորոշում, բնականաբար բուժումը ավելի էֆեկտիվ է, որովհետեւ ռևմատոիդ արտրիտը դա հաշմանդամության բերող պաթոլոգիա է եւ դա ապացուցված է արդեն ինչքան վաղ սկսում ենք բուժումը, այդքան մենք բնականաբար կանխում ենք հաշմանդամ լինելը։ Իսկ ամբողջությամբ բուժական process-ում վերահսկվող եւ կասեցվող հիվանդությունը ինքը համարվում Քրոնիկ պաթոլոգիա մեր բոլոր այն հնարավորությունները միջազգային, որը մենք ունենք եւ կարողանում ենք հիմակվադրությամբ կատարել մեր պացիենտներին, մենք նման բուժումով կարողանում ենք պարզապես քնեցնել հիվանդությունը։ Իհարկե կան նոր տվյալներ, որ եթե կարող ենք վաղ, շատ վաղ ժամանակում ախտորոշել, այո, հնարավոր է եւ լիարժեք բուժում։ Տեսեք, դուք նշում եք, որ ռևմատոիդ արտրիտները կարող են նույնիսկ զարգանալ 1 տարեկան փոքրիկի մոտ։ Ինչն է դրա պատճառը։ Չունենք պատճառ, ցավոք։ Գիտեք, ոչ թե չունենք, այլ ռևմատոիդ արտրիտը կոնկրետ բազմա ֆակտորային հիվանդություն է։ Դրա մեջ ընդգրկվում է եւ գենետիկական նախատրամադրվածությունը եւ մի շարք այլ պատճառներ, որոնք գալիս հավաքվում են եւ տվյալ պացիենտի մոտ կարող է զարգանալ հիվանդություն եւ ցավոք չունենք մեկ պատճառ, որով կարողանայինք կանխարգել եւ մարդը չունենար հետագայում չզարգանար մարդու մոտ ռևմատոիդ արտրիտը, ցավոք չունենք։ Հիմնականում մարդկանց մոտ արթրիտ, արթրոզ, այս ձևակերպումները նույն հիվանդության տակ են ասոցացվում, իրականում դրանք տարբեր են, ինչով են իրարից տարբերվում, ինչ գանգատներ են ունենում պացիենտները միայն հոդացավով են սահմանափակվում, թե կան այլ ախտանշաններ, որոնք հուշում են դրանց մասին։ Եթե խոսում ենք արտրոզի մասին, իհարկե եթե ես ավելի գիտական խոսեմ, առաջնային արտրոզ կա երկրորդային արտրոզ, բայց խոսենք ամենատարածված առաջնային արտրոզը, որը զարգանում է ավելի 50-ից բարձր տարեկան մարդկանց մոտ, գերակշռող կանանց մոտ։ Արտրոզը դա դեգեներատիվ փոփոխություն է հոդի, այսինքն երբ որ սկսում է աճառը եւ մնացած բոլոր հոդի մեջի ստրուկտուրաները մաշվել։ Դա պարզապես այդ ժողովրդի ասած մաշվածությունն է։ Օստեոարտրոզը կարող լինի պարզապես երկարատև քրոնիկ ցավով։ Լինում է դեպքեր, որ կոնկրետ ծնկան հոդի արտրոզի ժամանակ կարող է լինել երկրորդային բորբոքում, այսինքն կարող է ծնկան հոդը այտուցվել, ցավել, բայց որպես կանոն դրանով սահմանափակվում է։ Դեֆորմացիաներ են զարգանում, տեսած կլինեք կանանց մոտ, երբ որ մեծասակ կանանց մոտ մատների դեֆորմացիան, այո, կաղել է արդեն, երբ որ խոսքը գնում է կամ ծնկան հոդի կամ կոնքազրային հոդի արտրոզների ժամանակ։ Իսկ ինչ ներողություն եմ խնդրում, շատ հաճախ եմ հանդիպել, երբ որ հատկապես ցուցամատը թեքվում է դեպի
գնացյալ մատների ուղղությամբ։ Սա խոսում է արթրոզի մասին։ Գիտեք, ռևմատոիդ արտիտրիտի ժամանակ էլ կարող է լինել դեֆորմացիա, բայց եթե տարիքով կանանց մոտ տեսնեք, իրենց մոտ ոչ միայն թեքվածություն է, այլ նաև կան հանգույցներ մատների շրջանում, այդ դրանք կոչվում են աղեր եւ սկսում են այդ աղերով տպարություններ, որ վշտային ինչ-որ գոյացություն է։ Այո, դա հանգույցներ են, որոնք շատ սպეციფიկ են օստեոարտրիտների ժամանակ։ Իսկ արթրոզների պարագայում վիրահատական ելք էլ չկա հիվանդների վիճակ ավելի գոնե թեթևացնելու կամ նայած որ հոդն ախտահարվում։ Եթե խոսում ենք ծնկան կամ կոնքազրային հոդի ախտահարման, իհարկե կա եւ շատ լավ էֆեկտ է լինում, կատարվում է էնդոպրոթեզավորում։ Ժողովրդի համար ավելի հասանելի բառով, պարզապես հոդը փոխում են։ Դնում են արհեստական հոդ, որը շատ լավ անում են մեզ մոտ եւ կան շատ պացիենտներ, որոնց մոտ հետագայում կյանքի որակը բավականին լավանում է։ Իսկ ռևմատոլոգիական արթրիտների դեպքում ռևմատոիդ արտիտի դեպքում մի քիչ ավելի լուրջ է, այո, որովհետև նայած որ հոդի ախտահարում է լինում, իհարկե ռևմատոիդ արտիտով հիվանդներին էլ են էնդոպրոթեզավորում անում, բայց այստեղ շատ մեծ հանգամանքներ կան, ինչքանով լավ կընթանա հիվանդությունը կապված հիվանդության ակտիվությունից, կապված նրանից պացիենտը մինչև այդ ինչ դեղորայք է ստացել, որովհետև ցավոք սրտի մենք աշխատում ենք այն խումբ դեղամիջոցների հետ, որոնցով մենք արհեստականորեն ընկճում ենք իմուն համակարգը, որ կարողանանք քննացնել հիվանդությունը եւ այս դեպքում այո կարող են լինել բարդություններ, բայց ասեմ ձեզ, որ շատ պացիենտներ գնում են էնդոպրոթեզավորման եւ լինում են շատ լավ էֆեկտներ։ Ռևմատոլոգիական հիվանդությունների կառուցվածքում կան հիվանդություններ, որոնք բնորոշ են միայն մեր երկրին, տարածաշրջանին, էնդեմիկ են, տիպիկ են։ Հայկական պոպուլյացիային ավելի շուտ կան, մենք ունենք մի շարք պաթոլոգիաներ, որոնք բնորոշ են նաև հայկական պոպուլյացիային, խոսքը պարբերական հիվանդության մասին է, ունենք մեկ բավականին լուրջ քրոնիկ պաթոլոգիա, դա եւ բեղջետի հիվանդություն է կոչվում, իրենք այո հայկական պոպուլյացիային են շատ բնորոշ, իհարկե ճաչին շանգը որ միանակ հայեր ունեն այդ պաթոլոգիաները, ունեն այլ ազգեր, բայց նաև մեզ բնորոշ է մեր հայկական պոպուլյացիային, մեր գենաֆոնդին է բավականին բնորոշ, պարբերական հիվանդությունը բավականին տարածված հիվանդություն է, դա ժողովուրդը երևի թե իրան անունով դիմե, ասեմ, Երևանյան հիվանդություն են կոչում, չնայած օֆիցիալ անվանումը պարբերական հիվանդություն է։ Այս խնդիրները ախտորոշման տեսանկյունից ինչ հետազոտությունների են ենթարկվում։ Պարբերական հիվանդության համար դա գենետիկ հետազոտությունն է, որը արվում է Հայաստանում եւ ունենք գենետիկայի կենտրոնը մեր շատ վաղուց է օֆիցիալ զբաղվում է այդ պաթոլոգիայով եւ ունենք գենետիկներ, որոնք զբաղվում են այդ պաթոլոգիայով, խնդիր չկա, պարզապես եթե պացիենտը ունի պարբերական հիվանդության ախտանիշներ, նայած որ մասնագետի մոտ է դիմում, անման մասնագետը պետք է ունենա համապատասխան գիտելիք, որ կարողանա ճիշտ կողմնորոշվել եւ ուղարկել գենետիկ հետազոտության։ Իսկ ընդհանուր առմամբ ռևմատոիդ արթրիտների, արթրոզների պարագայում դրանք ինչ հետազոտություններ են ենթադրում։ Ռևմատոիդ արտիտը ունի իր սպეციფიկ ցուցանիշները, հարանքնությունով են արվում, բայց ռևմատոիդ արտրիտը դա կլինիկական ախտորոշում է, այսինքն պետք է հիմնվել եւ պացիենտի գանգատի եւ այն ինչ որ ռևմատոլոգի իր աչքով տեսնում է եւ գնահատում է հիվանդի վիճակի եւ հիվանդի հոդերը պլյուս արդեն լաբորատոր ցուցանիշները։ Մենք ունենք այդ բոլոր տվյալները եւ կարողանում ենք բավականին լավ աշխատել եւ ունենալ լավ ախտորոշում։ Ես կուզենայի ակցենտը դնել մեր այլ պաթոլոգիաների ախտորոշման մասին, դա մեր համակարգային հիվանդություններն են, որոնք ցավոք սրտի ուշ են դիմում ռևմատոլոգի։ Կրկնվեմ, որ պաթոլոգիան կարող է սկսվել լրիվ այլ ախտանիշներով եւ այդ պացիենտները սկսում են պտտվել այլ մասնագետների մոտ եւ ցավոք ախտորոշումը շատ դեպքերում լինում է ավելի ուշ։
Եվ դրա համար պետք է մանավանդ մեր բժիշկները առաջնային ուղղակի պետք է իրազեկված լինեն, որ կան համակարգային հիվանդություններ, որի ժամանակ պետք է զգոն լինել եւ համապատասխան գանգատների դեպքում ուղարկել ռևմատոլոգի մոտ կամ ուղարկել նույն լաբորատորիան, որ ախտորոշում ավելի վաղ լինի։ Ի վերջում մեկ խորհուրդ մասնագետից ինչ խորհուրդ կտաք մարդկանց, ովքեր անտեսում են ցավերը թե հոդերում, թե ձեր նշած պարագայում երկան համակարգային խնդիրներ այցելել են, ենթադրենք ակնաբույժի, բայց process-ը դադարեցնում են, չեն շարունակում արդեն ռևմատոլոգի մոտ։ Ձեր խորհուրդը նրանց։ Խորհուրդը բոլոր մարդկանց, որ եթե կա առողջական խնդիր, պետք է դիմել մասնագետին եւ կատարել մասնագետի բոլոր ցուցումները, որպես ռևմատոլոգ ասեմ, որ եթե մեր պաթոլոգիաները չեն բուժվում կամ լավ չեն տիրապետում պացիենտներին, ոնց պետք է մեր դեղամիջոցները խմել, ցավոք ունենում ենք բավականին լուրջ հետագա լուրջ բարդությունները։ Շնորհակալ եմ շատ կարևոր ու հետաքրքիր տեղեկատվության համար, իսկ ես հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ռևմատոլոգիական ծառայության ղեկավար Սուսաննա Մանուկյանի հետ։ Այսպիսին էր առողջարարն այս շաբաթ, հետևեք մեզ, որ լինեք տեղեկացված եւ պաշտպանված։ Ցտեսություն։